Երբ այդքան վստահել ես մեկին, որ անտեսել ես բոլոր նշանները, նա էլ այդպես արեց մինչ այն օրը, երբ ծննդաբերեց հայտնաբերեց, որ իր սերը այլ պատմություն էր թաքցնում, կյանքի ամենանուրբ պահին, արցունքների խոստումների մեջտեղում, մի հայացք բացահայտեց ճշմարտությունը, և հիմա, ես քեզ հարցնում եմ. Մինչ որ կգնայիր մեկի համար, ով ասում էր, թե քեզ սիրում է, եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք, թե որ քաղաքից եք դիտում, շարունակելով. Օրը լուսացավ Երանին բնորոշ ոսկեգույն փայլով, երբ Արը դեռ պայքարում է անքուն քաղաքի մշուշի միջով անցնելու համար, Մարինե Ալեքսանյանը արթնացավ, զգալով առաջին կծկումները, դրանք, որոնք մայրության մասին յուրաքանչյուր գիրք նկարագրում է որպես վերափոխիչ ճանապարհորդության սկիզբ, 32 տարեկանում նա պատրաստվում էր իրականացնել այն երազանքը, որը կիսում էր Ռաֆայել Մելքոնյանի, իր հնգամյա ամուսնու հետ, այն տղամարդու, ում հանդիպել էր կորպորատիվ միջոցառման ժամանակ, ում սիրահարվել էր առաջին հայացքից։ Կենտրոնի բնակարանը իր 200 քառակուսի մետր մակերեսով օղակած զբոսայգու տեսարանով կատարյալ վայր էր այն ընտանիքի համար, որը պատրաստվում էր ամբողջանալ։ Մարինեն քնքշորեն բռնեց որովայնը, զգալով, թե ինչպես է որդին շարժվում։ Կարծես նա էլ իմանար, որ մեծ օրը եկել է։ Ռաֆայելը քնած էր կողքին, դեմքը հանգիստ էր, մուգ մազերը թեթակի խառնված, նա սիրո ալիք զգաց, որը գրեթե ստիպեց նրան մոռանալ այն կծկումները, որոնք սկսում էին ուժեղանալ, բայց ինչ-որ բան կար, մի զգացողություն, որը Մարինեն չէր կարողանում անվանել, մի ստվեր, որը ժամանակ առ ժամանակ անցնում էր նրա մտքով, որը նա միշտ փորձում էր հեռացնել։ Հղիության վերջին ամիսներին Ռաֆայելը փոխվել էր, ոչինչ շատ ակնհայտ, ոչինչ, որ կարող էր արտահայտվել կոնկրետ բառերով։ Ընդամենը փոքր նշաններ, հեռախոսը միշտ շրջված ներք, զանգերը, որոնց նա պատասխանում էր սենյակից դուրս գալով, հանգստյան օրերը, երբ նրան անհրաժեշտ էր լուծել ընկերության հրատապ հարցեր, Մարինեն փորձում էր իրեն համոզել, որ դա պարզապես մոտեցող հայրության սթրեսն էր, որ յուրաքանչյուր տղամարդ նյարդայնանում է, երբ պատրաստվում է հայր դառնալ, նա արթնացրեց նրան ուսին մեղմ հպումով, Ռաֆայելը բացեց աչքերը, մի ակնթարթ Մարինեն տեսավ մի բան, որը չկարողացավ վերծանել, դա շատ արագ էր, մի բան, որը կարող էր լինել մեղք, անհանգստություն կամ պարզապես հանկարծակի արթնանալու վախ, նա շուտով ժպտաց, այն ժպիտը, որը գրավել էր նրան տարիներ առաջ, ասաց, որ ժամանակն է հիվանդանոց գնալ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը Երանի ամենահայտնի հաստատություններից էր, կենտրոնի շրջանում գտնվող մի հոյակերտ շենք, որը սպասարկում էր միայն ընտիր հաճախորդների, Մարինեն ընտրել էր այնտեղ ծննդաբերել ոչ միայն բժշկական գերազանցության համար, այլ այն պատճառով, որ այդ վայրը հատուկ նշանակություն ուներ իր կյանքում։ Նրա հայրը, Ալբերտ Ալեքսանյանը, զուսպ, բայց չափազանց ազդեցիկ գործարար էր Երանի տեսարանում, քչերը գիտեին, բայց նա էր այդ հիվանդանոցի իսկական սեփականատերը, մի կայսրության մաս, որը կառուցվել էր տասնամյակների ընթացքում այն արժեքների հիման վրա, որոնք նա երբեք չէր վիճարկել՝ էթիկա, թափանցիկություն, արդարություն։ Ալբերտը միշտ եղել էր հոգատար հայր, նույնիսկ լիքը պարտավորություններով օրակարգով, այն բանից հետո, երբ Մարինեն դեռահասության տարիներին կորցրեց մորը, հանկարծակի հիվանդության զոհ դառնալով, նա դարձավ հայր, մայր, ընկեր, խորհրդատու։ Նա միջին հասակի տղամարդ էր, մոխրագույն մազերը միշտ լավ սանրված, աչքերը, որոնք փոխանցում էին կայունության բարության խառնուրդ, նա շատ էր սիրում Ռաֆայելին, կամ գոնե Մարինեն այդպես էր կարծում, ընտանեկան հանդիպումների ժամանակ Ալբերտը Փեսային վերաբերվում էր ջերմությամբ, կատակներ էր անում, հարցնում էր գործերի մասին, բայց Մարինեն նկատում էր, որ երբեմն հայրը Ռաֆայելին դիտում էր ուշադրությամբ, որը պարզ հետաքրքրությունից ավելին էր, մեքենայում, հիվանդանոցի ճանապարհին։ Ռաֆայելը ղեկը բռնած էր երկու ձեռքով, աչքերը հառած Մաշտոցի պողոտայի երթեկությանը։ Մարինեն նայում էր պատուհանից, տեսնելով քաղաքը, որն անցնում էր հայելապատ շենքերի, բրենդային խանութների մարդաշատ մայթերի կայծակնային պատկերներով։ Երանը հենց այդպիսին էր, մետրոպոլիս, որը երբեք չէր կանգնում, որտեղ հարստություններ էին ստեղծվում քանդվում ժամերի ընթացքում, որտեղ արտաքինը ավելի կարևոր էր, քան էությունը։ Ռաֆայել Մելքոնյանը այն տեսակի տղամարդն էր, որին Երանը արտադրում էր սերիական, հավակնոտ, հմայիչ, միշտ անթերի հագնված։ 37 տարեկանում նա ղեկավարում էր բիզնես խորհրդատվական ընկերություն, որը վերջին տարիներին էքսպոնենցիալ աճել էր։ Նա լավ էր թվերի հետ, ավելի լավ մարդկանց հետ, գիտեր, թե ինչ ասել, ինչպես ժպտալ, երբ տպավորել։ Մարինեն սիրահարվել էր նրա այդ վստահությանը, այն կարողությանը, որ ամեն ինչ հնարավոր թվար, բայց վերջին ժամանակներս նա սկսել էր հասկանալ, որ Ռաֆայելը չափազանց լավ էր ճակատներ ստեղծելու մեջ, նա ապացույցներ չուներ, միայն ինտուիցիա, այն 6-րդ զգայարանը, որը կանայք զարգացնում են, երբ ինչ-որ բան այն չէ, հեռախոսազրույցները, որոնք նա հանկարծակի ավարտում էր, երբ նա սենյակ էր մտնում, գործուղումները, որոնք տում էին ավելի երկար, քան անհրաժեշտ էր, այլ օծանելիքը, որը նա մի քանի անգամ զգացել էր նրա վերնաշապիկի վրա։ Մարինեն հեռացրեց այդ մտքերը։
Այսօր իր որդու ծննդյան օրն էր, այսօր կյանքը տոնելու օրն էր, ոչ թե կասկածներ սնուցելու, որոնք կարող էին լինել պարզապես խանգարված հորմոնների ծննդաբերության նախապատրաստական անհանգստության արդյունք, նրանք Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, բժշկական կենտրոն հասան առավոտյան 7:30, գլխավոր մուտքը իր իտալական մարմարե հատակով բյուրեղապակյա ջահերով, ավելի շատ հինգաստղանի հյուրանոցի ընդունարան էր հիշեցնում, քան առողջապահական հաստատություն, անձնակազմն արդեն սպասում էր։ Բժիշկ Հենրիկ Կարապետյանը Մանկաբարձը, ով Մարինեին ուղեկցել էր հղիության ողջ ընթացքում, անձամբ եկավ նրանց դիմավորելու, նա 50 տարեկան տղամարդ էր, հանգիստ խոսքով, վստահ ձեռքերով, հայտնի էր նրանով, որ Երանի տասնյակ կարոր ընտանիքների երեխաներին էր աշխարհ բերել։ Մարինեին տարան մանկաբարձության նախագահական սենյակ, միջավայր, որն ավելի շատ շքեղ հյուրանոցի սենյակ էր հիշեցնում, կաշվե բազմոցով, հարթ էկրանով, հեռուստացույցով, շարքային լոգարանով, ջակուզիով, Ռաֆայելը կանգնած էր նրա կողքին, բռնած նրա ձեռքը, քաջալերող խոսքեր ասելով, բայց Մարինեն նկատեց, որ նա հաճախ էր ստուգում հեռախոսը, նրա աչքերը հեռու էին թվում, կարծես նրա մի մասը այլ տեղ լիներ, գծկումները ուժեղացան, բժշկական անձնակազմը մի քանի անգամ դուրս եկավ մտավ, վերահսկելով ծննդաբերության ընթացքը։ Մարինեն կենտրոնացած էր շնչելու, ցուցումներին հետելու, այն պահը պատկերացնելու վրա, երբ վերջապես իր որդուն կգրկեր, մի գծկումից մյուսին ընդմիջումներին նա մտածում էր այն անվան մասին, որն ընտրել էին Գաբրիել, ուժեղ անուն, որը նշանակում էր աստվածային պաշտպանություն, հենց այդ ժամանակ էլ նա հայտնվեց, մոտ 30 տարեկան մի կին, հիվանդանոցի բուժքրոջ բաց կապույտ համազգեստով, սենյակ մտավ դեղորայք պարունակող սկուտեղով, նա ուներ շագանակագույն մազեր, անթերի հանգույցով հավաքված, նուրբ դիմագծեր, հաշվարկված շարժումներ, Մարինեն նրան մի ակնթարթ դիտեց, ինչ-որ տարօրինակ բան զգալով, դա ֆիզիկական զգացողություն չէր, այլ հուզական, կարծես այդ կինը իր հետ բերեր խանգարող էներգիա, բուժքույրը ներկայացավ որպես Լիլիթ, ասաց, որ այնտեղ է ընթացակարգին օգնելու համար շարժվեց սենյակում այնքան ծանոթությամբ, ասես ճանաչեր այդ միջավայրի յուրաքանչյուր սանտիմետրը, Մարինեն փորձեց ժպտալ, բայց նոր գծկումը տիրեց նրան, ստիպելով փակել աչքերը, կենտրոնանալ միայն իր մարմինը հատող ցավի վրա, այն, ինչ Մարինեն չտեսավ, Ռաֆայելի Լիլիթի հայացքների փոխանակումն էր, դա արագ էր, գրեթե աննկատ, բայց լի էր իմաստով, Ռաֆայելն անմիջապես շեղեց հայացքը, իր ուշադրությունը դարձնելով Մարինեին, մինչ Լիլիթը ռազմավարականորեն դիրքավորվեց բժշկական սարքավորումներին մոտ, բժիշկ Հենրիկը սենյակ մտավ երկու բուժքույրերի ուղեկցությամբ։ Ժամանակն էր։ Ծննդաբերությունը առաջացել էր, ժամանակն էր պատրաստվել ծննդին, Մարինեին տարան ծննդասենյակ, միջավայր, որն ավելի հագեցած էր, հզոր վիրահատական լույսերով, անընդհատ ռիթմով ազդանշան տվող մոնիտորներով, ցանկացած անակնկալի պատրաստ անձնակազմով։ Ռաֆայելը մնաց նրա կողքին, հագած այն մեկանգամյա օգտագործման գոգնոցը, որը կրում էին բոլոր ուղեկցողները, նա բռնած էր Մարինեի ձեռքը, բայց նրա աչքերը շարունակում էին թափառել սենյակում, նա նկատեց, որ նա Լիլիթին դիտում էր այնպիսի ուշադրությամբ, որը չէր համապատասխանում պահին, Մարինեն փորձեց կենտրոնանալ բժշկի ցուցումների, շնչառության, այն ուժի վրա, որը նա պետք է կիրառեր, բայց օդում ինչ-որ սխալ բան կար, մի լարվածություն, որը չպետք է լիներ ծննդասենյակում, նա նայեց առաստաղին, տեսավ անվտանգության տեսախցիկները անկյուններում, այն փոքր սարքերը, որոնք հայրը պնդել էր տեղադրել հիվանդանոցի բոլոր սենյակներում, նա միշտ ասում էր, որ թափանցիկությունը ցանկացած լուրջ հաստատության հիմքն է, ժամերը ձգվեցին։ Ծննդաբերությունը ինտենսիվ էր, ցավոտ։ Հյուծիչ, Մարինեն զգում էր, որ իր ուժերի սահմանին է, երբ վերջապես լսեց Գաբրիելի լացը, կարծես աշխարհը մի ակնթարթ կանգ առավ, բոլոր ցավերը, բոլոր անհանգստությունները, ամեն ինչ լուծվեց այդ ձայնի մեջ, որը ներկայացնում էր կյանք, շարունակականություն, սեր, բժիշկ Հենրիկը երեխային հանձնեց Մարինեին, նա գրկեց նրան կրծքին, զգալով այն փոքրիկ կյանքի ջերմությունը, որն ինքն էր ստեղծել, Գաբրիելը փակ աչքեր ուներ, բռունցքները սեղմած, լացում էր այն ուժով, ով նոր էր հայտնաբերել աշխարհը։ Ռաֆայելը մոտեցավ, նուրբ հպվեց որդու գլխին, Մարինեն արցունքներ տեսավ նրա աչքերում, մի ակնթարթ նա հավատաց, որ ամեն ինչ լավ է, որ իր ընտանիքը ամբողջական է, որ իրեն հետապնդող ուրվականները պարզապես իր հոգնած մտքի ստեղծագործություններն էին, բայց հետո նա նկատեց։ Լիլիթը կանգնած էր սենյակի անկյունում, դիտելով տեսարանը մի արտահայտությամբ, որը չէր համապատասխանում պահին, դա ուրախություն չէր, դա պրոֆեսիոնալ հույս չէր, դա ինչ-որ բան էր, որը մոտ էր դառնությանը, մի դիմակ, որը փորձում էր թաքցնել զգացմունքներ, որոնք չպետք է այնտեղ լինեին, Մարինեն փորձեց հեռացնել այդ միտքը, նա հյուծված էր, նոր էր ծննդաբերել, նրա հորմոնները խառնված էին, ժամանակը չէր դավադրության տեսություններ ստեղծելու մի բուժքրոջ մասին, ով հավանաբար պարզապես հոգնած էր երկար հերթապահությունից։
Նրան հետ տարան սենյակ, Գաբրիելին տարան մանկասենյակ առաջին խնամքի համար, Մարինեն վերջապես կարողացավ հանգստանալ, Ռաֆայելն ասաց, որ պետք է մի քանի զանգ կատարի, որ ընկերության հրատապ գործեր ուներ լուծելու, դուրս եկավ սենյակից, Մարինեն փակեց աչքերը, զգալով մարմնի ցավը, բայց սիրտը լի էր, նա չգիտեր, որ հենց այդ պահին հիվանդանոցի մոնիտորինգի սենյակում անվտանգության տեխնիկական մասնագետը դիտում էր օրվա ձայնագրությունները, դա ստանդարտ ընթացակարգ էր, վերանայել բոլոր ծննդաբերությունների պատկերները, որակի արձանագրության մաս, որը Ալբերտ Ալեքսանյանը պնդում էր պահպանել, տեխնիկական մասնագետը, Լուկաս անունով երիտասարդ տղա, պատրաստվում էր այդ տեսանյութը նշել որպես վերանայված, երբ ինչ-որ բան գրավեց նրա ուշադրությունը, նա հետ պտտեց պատկերը. ավելի ուշադիր դիտեց, և հետո տեսավ, դա նուրբ էր, գրեթե աննկատ, բայց այնտեղ էր, բուժքույր Լիլիթը մի պահ, երբ բոլորը կենտրոնացած էին Գաբրիելի ծննդի վրա, մոտեցավ Մարինեի մոնիտորինգի սարքավորումներին, նրա մատները հպվեցին մի քանի կոճակների, կատարեցին կարգավորումներ, որոնք անհրաժեշտ չէին թվում, եւ ամենահուզիչը նա ուղիղ նայեց Ռաֆայելին, ով սենյակի մյուս կողմում էր, նա պատասխանեց գլխի նվազագույն շարժումով, այնքան զուսպ, որ կարող էր անցնել որպես նյարդային տիկ, Լուկասը սարսուռ զգաց. նա այդ հիվանդանոցում աշխատում էր 3 տարի, գիտեր արձանագրությունները, գիտեր ճանաչել, երբ ինչ-որ բան նորմայից դուրս էր, դա նորմալ չէր, նա պահպանեց տեսանյութը առանձին ֆայլում, նշեց բարձր առաջնահերթությամբ, հետելով անվտանգության արձանագրությանը, ավտոմատ ծանուցում ուղարկեց հիվանդանոցի տնօրենին, տնօրենը հենց Ալբերտ Ալեքսանյանն էր, սենյակում Մարինեն խորը քնած էր, վերականգնվելով ծննդաբերությունից, Ռաֆայելը միջանցքում էր, հեռախոսով, ձայնը ցածր, բայց լարված. Գծի մյուս ծայրից Լիլիթն ասում էր, որ ամեն ինչ ընթացել է ըստ պլանի, որ ոչ ոք ոչինչ չի կասկածի, որ մի քանի օրից նա վերջապես կարող է զբաղեցնել այն տեղը, որը իրավունքով իրենն էր, Ռաֆայելը շուրջը նայեց, համոզվելով, որ միայնակ է, պատասխանեց, որ նա պետք է համբերություն ունենա, որ գործերը չեն կարող շտապել, որ Մարինեն դեռ օգտակար է առայժմ, օգտակար, նա այդ բառը օգտագործել էր իր որդու մորը, այն կնոջը, ում հետ ամուսնացել էր, այն կնոջը, ով նոր էր անցել ցավի ժամերով, Գաբրիելին աշխարհ բերելու համար, Լիլիթը իրականում բուժքույր չէր. նա ձեռք էր բերել համազգեստը, կաշառել էր մի աշխատողի, որպեսզի իր անունը ներառվեր այդ օրվա ցուցակում, նա պլանավորել էր յուրաքանչյուր մանրուք այն ճշգրտությամբ, ով ոչինչ չուներ կորցնելու, նա Ռաֆայելի սիրուհին էր 2 տարի, այն օրվանից, երբ նրանք հանդիպել էին Գյումրիի կորպորատիվ համաժողովում, այն, ինչ սկսվել էր որպես ֆիզիկական գրավչություն, վերածվել էր ավելի վտանգավոր բանի, փոխադարձ մոլուցքի, որը սնուցվում էր այլ կյանքի խոստումներով, հեռու պարտականություններից արտաքինից։ Ռաֆայելը նրան խոստացել էր, որ կթողնի Մարինեին, հենց որ երեխան ծնվի։ Ասաց, որ պարզապես սպասում է ճիշտ պահին, որ պետք է ապահովի իր մասը Ալեքսանյանների ընտանիքի կարողությունից, նախքան հեռանալը, Լիլիթը հավատաց կամ ուզում էր հավատալ, նա լքել էր իր աշխատանքը, իր կյանքը, որպեսզի իրեն նվիրեր այդ հարաբերություններին, որոնք գոյություն ունեին ստվերներում, բայց Ռաֆայելը հաշվենկատ մարդ էր, նա ճշգրտորեն գիտեր Ալբերտ Ալեքսանյանի կարողության արժեքը, գիտեր, որ Մարինեն միակ դուստրն էր, գիտեր, որ պարզ ամուսնալուծությունը նրան չէր ապահովի այն բաժինը, որը նա արժանի էր համարում։ Նրան ավելի շատ ժամանակ էր պետք, ավելի շատ ռազմավարություն, եւ Լիլիթը, սիրահարված հուսահատ, համաձայնեց մասնակցել մի պլանի, որը գերազանցում էր պարկեշտության բոլոր սահմանները, պլանը չէր ֆիզիկապես վնասել Մարինեին, Ռաֆայելը բռնի չէր, պարզապես մանիպուլյատոր, գաղափարն էր ստեղծել իրավիճակներ, որոնք կթույլատնեին նրան հուզականորեն, որոնք կստիպեին նրան կասկածել ինքն իրեն, որոնք կհասցնեին նրան այնպիսի մտավոր վիճակի, որտեղ նա կընդուներ ամուսնալուծություն իր համար շահավետ պայմաններով, եւ ծննդաբերությունը կատարյալ պահ էր սկսելու համար։ Խոցելիության պահ, որտեղ փոքր միջամտությունները կարող էին վերագրվել սթրեսին, հորմոններին, հոգնածությանը, Լիլիթը կարգավորել էր որոշ մոնիտորներ, կեղծ ազդանշաններ ստեղծելու, որպեսզի Մարինեն մտածեր, թե ինչ-որ բան այն չէ երեխայի հետ։ Անհանգստության անապահովության սերմեր ցանելու համար, որոնք կծաղկեին հաջորդ օրերին, դա հոգեբանական էր, ոչ թե ֆիզիկական, դա դաժան էր, բայց տեսանելի հետքեր չէր թողնում, այն, ինչ նրանցից ոչ մեկը չգիտեր, այն էր, որ ամեն ինչ նկարահանվել էր տեսախցիկներով, յուրաքանչյուր հայացք, յուրաքանչյուր ժեստ, սարքավորումների յուրաքանչյուր կարգավորում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի անվտանգության տեսախցիկները վերջին սերնդի էին, տեղադրված Ալբերտ Ալեքսանյանի պնդմամբ, ով հավատում էր, որ տեխնոլոգիան ճշմարտության դաշնակիցն է, մինչ Մարինեն քնած էր, Ռաֆայելը դավադրություն էր կազմակերպում, Ալբերտ Ալեքսանյանը իր գրասենյակում էր, հյուսիսային պողոտայում, հիվանդանոցից մի քանի թաղամաս հեռու։ Նա նոր էր ստացել անվտանգության համակարգի ծանուցումը, իր դստեր ծննդասենյակում ինչ-որ բան
Աննորմալ էր նշվել, նա կնճռոտեց հոնքերը, զգալով այն ինտուիցիան, որը տասնամյակների բիզնես փորձը սրել էր, վերցրեց հեռախոսը ուղիղ զանգահարեց Լուկասին, անվտանգության տեխնիկական մասնագետին։ Ինչ տեսար, հարցրեց Ալբերտը, ձայնը կայուն, բայց վերահսկվող։ Լուկասը վարանեց, բառերը զգուշորեն ընտրելով, նկարագրեց Լիլիթի շարժումները, Ռաֆայելի հետ հայացքների փոխանակումը, սարքավորումների կարգավորումները, որոնք ստանդարտ արձանագրության մաս չէին կազմում։ Ալբերտը լսեց ամեն ինչ լռության մեջ, զգալով, թե ինչպես է։ Ինչ-որ բան փշրվում իր ներսում, դա դեռ զայրույթ չէր, դա ավելի վատ էր, դա այն կասկածի հաստատումն էր, որը նա սնուցում էր ամիսներ շարունակ, բայց որը երբեք չէր ցանկացել ընդունել։ Եթե դուք ապրեիք այս պատմությունը, անմիջապես կբախվեիք, թե ավելի շատ կհետաքննեիք նախքան գործելը։ Թողեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Ալբերտը Լուկասին խնդրեց պատրաստել օրվա բոլոր ձայնագրությունների ամբողջական պատճենը, Մարինեի հիվանդանոց մտնելուց մինչ այդ պահը։ Նա ուզում էր տեսնել ամեն ինչ, հասկանալ ամեն ինչ, հետո անջատեց հեռախոսը, կանգնեց իր գրասենյակի պատուհանի առջ, նայելով քաղաքին, որը տարածվում էր այնքան հեռու, որքան աչքը կտեսներ, Երանը իր դաժան հակադրություններով, իր մեծությամբ, իր դժբախտությամբ, իր երազանքներով, իր դավաճանություններով։ Նա մտածեց իր դստեր մասին, այն աղջկա մասին, ում միայնակ էր մեծացրել կնոջը կորցնելուց հետո, մտածեց բոլոր այն անգամների մասին, երբ նրան պաշտպանել էր, բոլոր այն որոշումների մասին, որոնք կայացրել էր, մտածելով նրա բարեկեցության մասին, եւ հիմա, այն օրը, երբ նա մայր էր դառնում, այն օրը, որը պետք է լիներ մաքուր ուրախության օր, իր սեփական հիվանդանոցի միջանցքներում տղամարդիկ դավադրություն էին կազմակերպում նրա դեմ, Ալբերտ Ալեքսանյանը պայթյունների մարդ չէր, նա այն տեսակն էր, ով պլանավորում էր, ապացույցներ էր հավաքում, ով սպասում էր ճիշտ պահին, բայց քաղաքին նայելիս նա զգաց մի բան, որը տարիներ շարունակ չէր զգացել, սառը, հաշվարկված զայրույթ, այն տեսակը, որը լեռներ էր շարժում, կայսրություններ էր կործանում։ Նա նորից վերցրեց հեռախոսը, զանգահարեց իր անձնական փաստաբանին, Մարկոս Սարգսյանին, մի մարդու, ով նրան ուղեկցում էր 20 տարի, ով գիտեր Ալեքսանյանի կայսրության յուրաքանչյուր իրավական մանրուք։ Մարկոս, ասաց Ալբերտը, ինձ պետք է, որ դուք չեղարկեք շաբաթվա բոլոր ձեր պարտավորությունները, մենք նուրբ իրավիճակ ունենք, ինձ պետք է, որ դուք հասանելի լինեք օրը 24 ժամ։ Մարկոսը սովոր Ալբերտի տոնին հարցեր չտվեց, պարզապես հաստատեց, որ հասանելի կլինի։ Հիվանդանոցում Մարինեն արթնացավ, զգալով, որ ինչ-որ բան փոխվել է, դա ֆիզիկական ցավ չէր, դա ավելի նուրբ էր։ Նա շուրջը նայեց դատարկ սենյակին, փնտրեց Ռաֆայելին, չգտավ, սեղմեց զանգը, մի բուժքույր մտավ, ոչ թե Լիլիթը, այլ մեկ ուրիշը, սպիտակ մազերով, նուրբ ժպիտով մի տիկին, տիկին Իրինա անունով, տիկին Իրինան, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, բժշկական կենտրոնում աշխատում էր դրա բացումից ի վեր 20 տարի առաջ, նա անձամբ ճանաչում էր Ալբերտ Ալեքսանյանին, տեսել էր Մարինեին մեծանալիս, ուղեկցել էր այդ աղջկա վերածումը ուժեղ անկախ կնոջ, եւ տիկին Իրինան ուներ այն իմաստությունը, որը գալիս է մարդկանց դիտարկելու տասնամյակներից։ Նա տեսավ Մարինեին արթնանալիս, նկատեց ինչ-որ բան նրա աչքերում, մի անհանգստության ստվեր, որը չպետք է այնտեղ լիներ նման պահին։ Ամեն ինչ լավ է, սիրելիս, ասաց տիկին Իրինան, մոտենալով մահճակալին։ Գաբրիելը կատարյալ է, հանգստանում եմ անկասենյակում, դու այսօր հիանալի էիր։ Մարինեն ժպտաց, բայց ժպիտը չհասավ նրա աչքերին։ Որտեղ է Ռաֆայելը, հարցրեց նա։ Տիկին Իրինան մի վայրկյան վարանեց, նախքան պատասխանելը, որ նա դուրս է եկել զանգերին պատասխանելու, որ շուտով կվերադառնա։ Բայց այդ վարանման վայրկյանում Մարինեն ինչ-որ բան տեսավ, տիկին Իրինան ինչ-որ բան գիտեր, օդում մի լարվածություն կար, որը Մարինեն չէր կարողանում նույնականացնել։ Նա ուզում էր ավելին հարցնել, բայց բառերը դուրս չեկան, միգուցե ավելի լավ էր չիմանալ։ Միգուցե ավելի լավ է շարունակել ապրել այն պատրանքի մեջ, որ ամեն ինչ լավ է։ Ռաֆայելը կես ժամ հետո վերադարձավ, ծաղիկներ լայն ժպիտ բերելով, նա համբուրեց Մարինեին ճակատից, բռնեց նրա ձեռքը, ասաց բոլոր ճիշտ բառերը, բայց Մարինեն դեռս գլխապտույտ դեղամիջոցներից հյուծվածությունից չէր կարողանում հեռացնել այն զգացողությունը, որ ինչ-որ հիմնարար բան փոխվել էր, որ անտեսանելի գիծ էր հատվել, որ հետդարձի ճանապարհ չկար, մինչդեռ հիվանդանոցի մեկ այլ հարկում Ալբերտ Ալեքսանյանը իր նոութբուքով դիտում էր անվտանգության ձայնագրությունները, նա տեսավ ամեն ինչ, տեսավ Լիլիթին, ով կեղծ հավատարմագրերով մտել էր ծննդասենյակ, տեսավ Ռաֆայելի հետ հայացքների փոխանակումը, տեսավ սարքավորումների կարգավորումները եւ տեսավ մոնիտորների էկրաններից մեկի արտացոլանքում։ Ռաֆայելին բավարարված ժպտալիս, երբ ազդանշաններից մեկը միացավ, ստիպելով Մարինեին մի քանի վայրկյան խուճապի մատնվել, մինչ բժիշկ Հենրիկը լուծեց իրավիճակը։ Ալբերտը փակեց նոութբուքը, խորը շունչ քաշեց, նա ուներ բոլոր անհրաժեշտ ապացույցները։ Նա ուներ մանիպուլյացիայի
Խարդախության մի դավադրության ապացույցներ, որը կարող էր շատ ավելի վատ հետանքներ ունենալ, բայց նա իմպուլսիվ գործողությունների մարդ չէր, նա գիտեր, որ պետք է պլանավորի յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր շարժում, յուրաքանչյուր բացահայտում։ Որովհետև սա միայն Մարինեին պաշտպանելու մասին չէր, դա արդարության մասին էր, դա ցույց տալու մասին էր, որ նույնիսկ հզորները, նույնիսկ նրանք, ովքեր կարծում են, թե կարող են ամեն ինչ գնել մանիպուլյացիայի ենթարկել, ի վերջո գտնում են մեկին, ով ավելի հզոր է, ավելի վճռական մեկին, ով չի համաձայնում բանակցել, երբ խոսքը ընտանիքի մասին է։ Ալբերտս մեկ անգամ վերցրեց հեռախոսը, զանգահարեց մի մարդու, ում հետ տարիներ շարունակ չէր խոսել, Բեատրիս Հարությունյանին, երկրի ամենահարգված հետաքննող լրագրողներից մեկին։ Նրանք միասին աշխատել էին տասնամյակներ առաջ, երբ նա սկսում էր իր կարիերան, նա պետք է բացահայտեր կոռուպցիոն սխեմա, որը սպառնում էր իր բիզնեսին։ Այդ ժամանակից ի վեր նրանք ժամանակ առ ժամանակ կապ էին պահպանում, փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամություն, Բեատրիս, ասաց Ալբերտը։ Երբ նա պատասխանեց, ինձ պետք է ձեր օգնությունը, և ինձ պետք է ձեր զգուշությունը, ես մի պատմություն ունեմ, որը ձեզ կհետաքրքրի, բայց այն պետք է շատ զգուշությամբ վերաբերվել, այն վերաբերում է իմ դստերը, Բեատրիսը միշտ ուշադիր նկատեց Ալբերտի տոնի լրջությունը, նա լուսաբանել էր տասնյակ բիզնես, քաղաքական, սոցիալական սկանդալներ, բայց այս պատմության մեջ ինչ-որ բան կար, որը նրան այլ կերպ էր հուզում, դա անձնական էր, այո, բայց նա ներկայացնում էր ավելի մեծ բան, քանի կին էր անցել նմանատիպ իրավիճակներով, երբեք չիմանալով ճշմարտությունը, քանի տղամարդ էր իրեն անխոցելի համարում, քանի որ ուներ փող կապեր, ինձ պետք է հարցազրույց վերցնել հիվանդանոցի մարդկանցից, ասաց Բեատրիսը, ներկա աշխատակիցներից, բժիշկներից, բուժքույրերից, ինձ պետք է ստեղծել Ռաֆայել Մելքոնյանի, նրա ընկերության, նրա ֆինանսների ամբողջական պրոֆիլը, և ինձ պետք է գտնել այդ Լիլիթին։ Ալբերտը իր տնային աշխատանքը կատարել էր, նա Բեատրիսին տվեց մի թղթապանակ, Ռաֆայելի մասին մանրամասն տեղեկություններով, Մարկոսը, նրա փաստաբանը, ամբողջ գիշեր աշխատել էր, հավաքելով հանրային տվյալներ, Ռաֆայելի խորհրդատվական ընկերությունը վերջին տարիներին էքսպոնենցիալ աճել էր, բայց կային նշաններ, որ այդ աճի ոչ բոլորն էին օրինական, գերագնահատված պայմանագրեր ուրվական ընկերությունների հետ, չգոյություն ունեցող խորհրդատուներ, անիմաստ ծախսեր, ինչ վերաբերում է Լիլիթին, Ալբերտը կարողացել էր նրան նույնականացնել հիվանդանոցի տեսախցիկների միջոցով, նրա ամբողջական անունը Լիլիթ Հարությունյան էր, նա աշխատում էր որպես միջոցառումների մենեջեր Էրեբունիի միջին չափի ընկերությունում։ Նա բուժքրոջ կրթություն չուներ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի հետ որևէ պաշտոնական կապ չուներ, նա համազգեստը ձեռք էր բերել լվացքատան բաժնի աշխատակցի միջոցով, ով Ալբերտի անվտանգության թիմի ճնշման տակ խոստովանել էր, որ 5000 դրամով կաշառվել էր կեղծ հավատարմագրեր տրամադրելու համար։ Բեատրիսը նայեց տեղեկատվությանը, զգաց այն ադրենալինը, որը յուրաքանչյուր լրագրող զգում է, երբ մեծ պատմության առջ է, բայց նա պատասխանատվություն զգաց, դա պարզապես հոդված չէր, դա մի ընտանիքի կյանք էր, որը փշրվում էր։ Ես դրան կվերաբերվեմ այն զգուշությամբ, որին արժանի է, ասաց նա Ալբերտին, բայց դուք պետք է պատրաստեք Մարինեին, նա ամեն դեպքում կիմանա, ավելի լավ է, որ դա լինի ձեր միջոցով, քան լուրերից։ Ալբերտը գիտեր, որ Բեատրիսը ճիշտ էր։ Նա գիշերն անցկացրել էր մտածելով, թե ինչպես պատմի դստերն, ինչ բառեր օգտագործի, ինչպես պաշտպանի նրան սպասվող ցավից, բայց մեղմց չկար մեկին ասելու, որ այն մարդը, ում նա սիրում է, սուտ է։ Հիվանդանոցում Մարինեն առաջին անգամ լողացնում էր Գաբրիելին, տիկին Իրինայի օգնությամբ։ Դա պետք է լիներ մաքուր ուրախության պահ, բայց Մարինեն չէր կարողանում հեռացնել այն զգացողությունը, որ ինչ-որ բան այն չէ։ Ռաֆայելը նորից դուրս էր եկել, ասելով, որ պետք է լուծի ընկերության հրատապ հարցեր, նա մնաց այնտեղ, գրկած իր նորածին որդուն։ Տարօրինակ կերպով միայնակ զգալով, Գաբրիել, շշնջաց նա երեխային, քո մայրը քեզ կպաշտպանի ամեն ինչից, անկախ նրանից, թե ինչ կլինի, դու միշտ սեր կունենաս։ Տիկին Իրինան լսեց դա, սիրտը սեղմվեց, նա Մարինեին ճանաչում էր մանկուց, տեսել էր, թե ինչպես էր Ալբերտը նրան միայնակ մեծացրել կնոջ մահից հետո, ականատես էր եղել այդ ամաչկոտ աղջկա վերածմանը ուժեղ կնոջ, և հիմա պատրաստվում էր տեսնել, թե ինչպես է Մարինեն անցնում իր կյանքի ամենադժվար փորձությունը։ Տիկին Իրինան որոշում կայացրեց, նա գիտեր, որ չպետք է, որ հավանաբար կկորցներ իր աշխատանքը դրա համար, բայց չէր կարողանում լռել։ Մարինե, ասաց նա, ձայնը ցածր, բայց կայուն, ինձ պետք է, որ դու իմանաս, որ քո հայրը ամեն ինչի մասին հոգ է տանում, վստահիր նրան, ինչ էլ որ կատարվում է, շուտով իմաստ կունենա, բայց դու պետք է վստահես։ Մարինեն դադարեց չորացնել Գաբրիելին, լայն բացված աչքերով նայեց տիկին Իրինային։ Ինչի՞։
Մասին ես խոսում, ինչ է անում հայրս, բուժքույրը գլխով արեց, հասկանալով, որ արդեն չափից շատ է ասել, պարզապես վստահիր, կրկնեց նա դուրս եկավ սենյակից, նախքան Մարինեն կկարողանար ավելի շատ հարցեր տալ, Մարինեն մնաց այնտեղ, գրկած Գաբրիելին, զգալով, թե ինչպես է սիրտը արագանում, նա վերցրեց հեռախոսը զանգահարեց հորը, բայց զանգն անմիջապես ընկավ ձայնային փոստ, նորից փորձեց, նորից, ոչինչ, առաջին անգամ Գաբրիելի ծնվելուց ի վեր Մարինեն իսկական վախ զգաց, դա ֆիզիկական վախ չէր, դա ավելի խորն էր, վախ, որ իր ողջ կյանքը սուտ է, Ռաֆայելը հիվանդանոց վերադարձավ ճաշի ժամին, Մարինեի սիրելի ճապոնական ռեստորանից ճապոնական ուտեստներ բերելով, նա հատկապես ուշադիր էր, խոսում էր այն մասին, թե ինչքան կատարյալ է Գաբրիելը, ապագայի համար ունեցած իր պլանների մասին, այն ավելի մեծ տան մասին, որը ցանկանում էր գնել, բայց Մարինեն նրան դիտում էր այլ աչքերով հիմա, նա սկսում էր տեսնել այն կատարյալ ճակատի ճաքերը, որը Ռաֆայելը կառուցել էր, դու շատ զբաղված ես, ասաց Մարինեն, ձայնը անտարբեր, բայց աչքերը ուշադիր, Ռաֆայելը ժպտաց, այն մարզված ժպիտը, ընկերության կարևոր հարցեր են, սերս, մենք մեծ պայմանագիր ենք կնքում, ես պետք է ներկա լինեմ, Մարինեն գլխով արեց, բայց ներսում նա արձանագրում էր յուրաքանչյուր վարանում, յուրաքանչյուր հայացքի շեղում, յուրաքանչյուր բառ, որը լիովին ճշմարիտ չէր թվում, այդ կեսօրին Ալբերտը վերջապես գնաց հիվանդանոց, նա դեռ չէր այցելել Մարինեին Գաբրիելին, քանի որ խորասուզված էր հետաքննության մեջ, բայց գիտեր, որ այլս չէր կարող հետաձգել, նա սենյակ մտավ, բերելով հսկայական փափուկ արջուկ, Շուշանների փունջ, իր հանգուցյալ կնոջ սիրելի ծաղիկները, Մարինեն միայնակ էր, երբ նա մտավ, Ռաֆայելը նորից դուրս էր եկել, Գաբրիելը հանգիստ քնած էր մանկասենյակում, հայրիկ, ասաց Մարինեն, Ալբերտը արցունքներ տեսավ նրա աչքերում, նա մոտեցավ, ամուր գրկեց դստերը, զգալով այն ողջ ցավը, որը պատրաստվում էր նրան պատճառել, բայց նա գիտեր, որ դա անհրաժեշտ էր, մենք պետք է խոսենք, ասաց Ալբերտը, ձայնը խորը, Մարինեն մի փոքր հեռացավ նայեց հորը, նա ճանաչում էր այդ տոնը, դա այն տոնն էր, որը նա օգտագործում էր երբ լուրջ բան ուներ ասելու, ինչի՞ մասին հարցրեց նա, թե նրա մի մասն արդեն գիտեր պատասխանը, Ալբերտը խորը շունչ քաշեց, Ռաֆայելի մասին, այն մասին, թե ինչ է տեղի ունեցել ծննդաբերության ժամանակ, այն բաների մասին, որոնք դու պետք է իմանաս, Մարինեն զգաց, թե ինչպես են ոտքերը թուլանում, նա նստեց մահճակալին, բռնելով հոր ձեռքերը, պատմիր ինձ ամեն ինչ, ասաց նա, ձայնը կայուն, չնայած վախին։ Եվ Ալբերտը պատմեց, նա ցույց տվեց ձայնագրությունները իր պլանշետում, բացատրեց Լիլիթի մասին, սարքավորումների կարգավորումների մասին, ընթացիկ հետաքննության մասին, Մարինեն ամեն ինչ լսեց լռության մեջ, զգալով, թե ինչպես է իր աշխարհը փլուզվում։ Յուրաքանչյուր պատկեր մի դանակահարություն էր, յուրաքանչյուր բացահայտում քանդում էր իր կառուցած կյանքի մի կտորը, երբ տեսանյութն ավարտվեց, Մարինեն գունատ էր, ձեռքերը դողում էին, նա նայեց քնած Գաբրիելին, ինչ-որ բան փոխվեց նրա ներսում, դա միայն ցավ չէր, որ նա զգում էր, դա ավելի խորն էր, դա այն հասկացողությունն էր, որ նա պետք է ուժեղ լիներ ոչ միայն իր, այլ իր որդու համար, ում նոր էր աշխարհ բերել, ես միշտ գիտեի, ասաց նա վերջապես, ձայնը ցածր, ոչ այսպես, ոչ այս պարզությամբ, բայց ես զգում էի, որ ինչ-որ բան այն չէ, եւ ես ընտրեցի անտեսել, որովհետեւ ավելի հեշտ էր հավատալ ստին, Ալբերտը բռնեց դստեր ձեռքերը, դա քո մեղքը չէ, Մարինե, Ռաֆայելը պրոֆեսիոնալ մանիպուլյատոր է, նա շատերին է խաբել, ոչ միայն քեզ, Մարինեն գլխով արեց, ոչ, հայրիկ։ Ես տեսա նշանները ընտրեցի չտեսնել, ես թույլ տվեցի, որ կատարյալ ընտանիք ունենալու իմ ցանկությունը կուրացնի ինձ իրականությունից, բայց դա հիմա վերջանում է, նա վճռականորեն նայեց հորը, ինչ պետք է անենք, Ալբերտը առաջին անգամ ժպտաց օրեր շարունակ։ Դա իր դուստրն էր, այն ուժեղ կինը, ում նա մեծացրել էր, նախ դու կվերականգնվես ծննդաբերությունից, հետո մենք կպլանավորենք յուրաքանչյուր քայլ, Մարկոսն արդեն պատրաստում է ամուսնալուծության փաստաթղթերը, Բեատրիս Հարությունյանը հետաքննում է Ռաֆայելի ֆինանսները։ Եվ ես երաշխավորում եմ, որ երբ այս ամենը բացահայտվի, Ռաֆայելը կցանկանա, որ երբեք չճանաչեր մեր ընտանիքը, Մարինեն նայեց հորը, հետո Գաբրիելին, զգաց մի բան, որը ամիսներ շարունակ չէր զգացել, հույս, ոչ թե հույս, որ իր ամուսնությունը կարող էր փրկվել, այլ հույս, որ նա կարող էր վերակառուցել իր կյանքը ճշմարիտ հիմքերի վրա, ես ուզում եմ, որ նա հատուցի, ասաց նա, ոչ միայն ինձ համար, այլ բոլոր այն կանանց համար, ում նա կարող է դա անել ապագայում, այդ գիշեր Ռաֆայելը վերադարձավ հիվանդանոց չիմանալով, որ իր կյանքը պատրաստվում է պայթել, նա սենյակ մտավ իր սովորական ժպիտով, քաղաքավարիորեն ողջունեց Ալբերտին, հիացավ Գաբրիելով մանկասենյակում, Մարինեն նրան դիտում էր, առաջին անգամ տեսնելով, թե ինչպիսին է նա իրականում, դերասան, ով դեր էր խաղում։ Ռաֆայելը Մարինեի հայացքում ինչ-որ տարբերություն նկատեց, բայց դա վերագրեց ծննդաբերությունից հետո հոգնածությանը, նա չնկատեց, թե ինչպես էր Ալբերտը նրան դիտում, չհասկացավ, որ գնահատվում, չափվում, դատվում էր, Ռաֆայելի նման տղամարդիկ հազվադեպ են հասկանում,
Երբ պատրաստվում են ընկնել, քանի որ երբեք չեն հավատում, որ իրենց կարող են գցել, Ալբերտի հեռանալուց հետո Մարինեն կերակրեց Գաբրիելին, քնեցրեց նրան, Ռաֆայելը մոտեցավ, փորձեց համբուրել նրան, բայց նա շեղեց դեմքը։ Ես հոգնած եմ, ասաց նա, դա սուտ չէր։ Նա հյուծված էր կեղծելուց։ Հյուծված էր պատրանքներին հավատալուց, հյուծված էր այն խաղի խաղաքարի պես վերաբերվելուց, որի կանոնները չգիտեր։ Ռաֆայելը հիասթափված թվաց, բայց չպնդեց, նա պառկեց բազմոցին, վերցրեց հեռախոսը, սկսեց կատաղիորեն հավաքել։ Մարինեն նրա արտացոլանքը տեսավ, մութ պատուհանում տեսավ այն տղամարդու իսկական դեմքը, ում հետ ամուսնացել էր։ Դա մեկի դեմքն էր, ով հաշվարկում էր, ով պլանավորում էր, ով մանիպուլյացիայի էր ենթարկում։ Դա օտարի դեմքն էր։ Քաղաքի մեկ այլ վայրում Լիլիթը իր բնակարանում էր, նյարդայնացած, Ռաֆայելը ժամեր շարունակ չէր պատասխանում իր հաղորդագրություններին, նա վստահ էր, որ ինչ-որ բան այն չէ, բայց չգիտեր, ինչ։ Նա նայեց Ռաֆայելի տված թանկարժեք նվերներին, նրա արած խոստումներին, սկսեց զգալ իրականության առաջին ծակոցը, որը ծակում էր այն ֆանտազիայի փուչիկը, որում նա ապրում էր։ Հեռախոսը զանգեց, անհայտ համար էր, Լիլիթը վարանեց, բայց պատասխանեց։ Մյուս ծայրից կանացի ձայնը ներկայացավ որպես Բեատրիս Հարությունյան, լրագրող։ Լիլիթ, ասաց Բեատրիսը, ես կցանկանայի ձեզ հետ խոսել Ռաֆայել Մելքոնյանի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում տեղի ունեցածի մասին։ Լիլիթը զգաց, թե ինչպես է արյունը սառչում։ Ինչպես եք ստացել իմ համարը, ով եք դուք։ Բեատրիսը ձայնը հանգիստ պահեց, պրոֆեսիոնալ։ Ես հետաքննող լրագրող եմ, աշխատում եմ կորպորատիվ մանիպուլյացիայի խարդախության մասին հոդվածի վրա։ Ձեր անունը հայտնվել է հետաքննության ընթացքում։ Դուք կարող եք օգնել ինձ պատմել ձեր պատմությունը, կամ կարող եք թույլ տալ, որ ուրիշները պատմեն ձեր փոխարեն։ Լիլիթը անջատեց հեռախոսը, ձեռքերը դողում էին։ Նա փորձեց զանգահարել Ռաֆայելին, բայց նա չէր պատասխանում։ Նորից փորձեց, նորից զգալով, թե ինչպես է խուճապն աճում։ Նա ամեն ինչ դրել էր այդ հարաբերությունների վրա, կամուրջներ էր այրել, հատել էր այն գծերը, որոնք երբեք չէր պատկերացրել հատել, եւ հիմա միայնակ էր, հասկանալով, որ միգուցե միշտ էլ միայնակ էր։ Հիվանդանոցում Մարինեն վերջապես քնեց, Գաբրիելը ապահով իր գրկում։ Նա երազում էր իր մոր մասին, ով տարիներ առաջ հեռացել էր։ Երազում մայրը ժպտում էր, ասում, որ ամեն ինչ լավ կլինի, որ այն ուժը, որն անհրաժեշտ էր Մարինեին, միշտ նրա ներսում էր, պարզապես սպասելով բացահայտվելու։ Եվ մինչ Երանը քնած էր իր միլիոնավոր լույսերի տակ, բարդ խաղի կտորները շարունակում էին շարժվել, Ալբերտը իր գրասենյակում, վերանայելով փաստաթղթերը Մարկոսի հետ, Բեատրիսը իր խմբագրությունում, գրելով այն հոդվածի առաջին նախագիծը, որը ամեն ինչ կփոխեր, Ռաֆայելը հիվանդանոցային սենյակի բազմոցին, հաղորդագրություններ ուղարկելով Լիլիթին, որոնց նա չէր պատասխանում, սկսելով զգալ անհանգստության առաջին ծակոցը։ Ճշմարտությունը արի պես է, միշտ ասում էր Ալբերտը Մարինեին, երբ նա երեխա էր, դու կարող ես փորձել թաքցնել այն մի որոշ ժամանակ, բայց ի վերջո այն ծնվում է։ Լուսավորում ամեն ինչ, եւ լուսաբացը մոտենում էր, իր հետ բերելով մի լույս, որը ոչ ոքի չէր խնայի։ Գաբրիելի կյանքի երրորդ օրը Մարինեին դուրս գրեցին հիվանդանոցից։ Նա զգուշորեն հագնվեց, Գաբրիելին հագցրեց այն հագուստը, որն ընտրել էր ամիսներ առաջ։ Պատրաստվեց տուն վերադառնալուն, բայց նա գիտեր, որ այն տունը, ուր նա վերադառնում էր, նույնը չէր լինի, ոչինչ նույնը չէր լինի։ Ռաֆայելը տարօրինակ կերպով լուռ էր մեքենա վարելիս։ Մարինեն նայում էր պատուհանից անցնող քաղաքին, Երանին իր քաոսային փառքով, զգաց, որ ամեն ինչ տեսնում է նոր աչքերով, յուրաքանչյուր շենք, յուրաքանչյուր փողոց, մայթին գտնվող յուրաքանչյուր մարդ ներկայացնում էր մի պատմություն։ Նա պատրաստվում էր վերագրել իր սեփականը։ Երբ նրանք հասան կենտրոնի բնակարան, Մարինեն տեսավ, որ իր կյանքը բաժանված է երկու պահի, մինչ ճշմարտությունը իմանալը, հետո, եւ հետոին նոր էր սկսվում։ Առաջին օրերը տանը նորածնի առօրյայի աճող լարվածության տարօրինակ խառնուրդ էին։ Մարինեն Գաբրիելին խնամում էր այն նվիրումով, որը միայն մայրերն են ճանաչում, արթնանալով յուրաքանչյուր 3 ժամը մեկ կերակրելու, տակտիրներ փոխելու, որդուն քնեցնելու համար։ Բայց յուրաքանչյուր ժեստ ուղեկցվում էր սուր գիտակցությամբ, որ իր կյանքը պատրաստվում էր պայթել։ Ռաֆայելը շարունակում էր գործել այնպես, կարծես ոչինչ չէր փոխվել։ Նա ամեն առավոտ գնում էր գրասենյակ, վերադառնում ընթրիքի, հարցնում էր Գաբրիելի մասին, առաջարկում օգնություն, որը Մարինեն քաղաքավարիորեն մերժում էր։ Բայց նա տեսնում էր, որ լարվածությունը նրա մեջ էլ էր աճում։ Նա անընդհատ ստուգում էր հեռախոսը, պատասխանում զանգերին այլ սենյակում, ցածր էր խոսում հեռախոսով։ Մարինեն գիտեր, որ նա փորձում էր վերահսկել մի իրավիճակ, որն արդեն դուրս էր եկել իր ձեռքերից։ Այդ շաբաթվա 5-շաբթի օրը, Գաբրիելի ծնվելուց 1 շաբաթ անց, հրապարակվեց Բեատրիս Հարությունյանի հոդվածը։ Դա ոչ թե սենսացիոն թերթում էր, այլ երկրի ամենահարգված լրատվամիջոցներից մեկում, շապիկի վրա հրապարակմամբ 5 էջանոց ռեպորտաժով, վերնագիրը ուղիղ էր։ Կործանարար հաջողության թաքնված դեմքը։
Ինչպես Երանի գործարարը մանիպուլյացիայի ենթարկեց իր սեփական կնոջը ծննդաբերության ժամանակ, հոդվածում Ռաֆայելը ուղղակիորեն չէր անվանվում, հետելով իրավական արձանագրություններին, բայց ընտանիքին մոտ ցանկացած մարդ անմիջապես կճանաչեր, թե ում մասին էր խոսքը։ Բեատրիսը մանրակրկիտ աշխատանք էր կատարել, հարցազրույցներ վերցնելով հիվանդանոցի աշխատակիցներից անանունության պայմանով, վերանայելով կորպորատիվ փաստաթղթեր, ստեղծելով հաջողակ մանիպուլյատորների հոգեբանական պրոֆիլը բիզնես աշխարհում, արձագանքը անմիջական էր ճնշող, սոցիալական ցանցերը պայթեցին տեսություններով, շահարկումներով, բամբասանքների կայքերը սկսեցին փորձել նույնականացնել տվյալ գործարարին, եւ Ռաֆայելի ընկերությունում գործընկերները սկսեցին անհարմար հարցեր տալ։ Ռաֆայելը կարդաց հոդվածը գրասենյակում, զգալով, թե ինչպես է արյունը սառչում, նա անմիջապես զանգահարեց իր փաստաբաններին, պահանջեց դատի տալ թերթին զրպարտության համար, սպառնաց գործողություններով, որոնք կարող էին տարիներ տել, բայց նրա փաստաբանները, հոդվածը զգուշորեն կարդալուց հետո ասացին, որ հայցի հիմք չկա, ամեն ինչ փաստաթղթավորված էր, յուրաքանչյուր պնդում ուներ ստուգելի աղբյուր, ուղղակի անվանում չկար։ Հենց այդ ժամանակ Ռաֆայելը հասկացավ, դա հետաքրքրասեր լրագրողի աշխատանքը չէր, դա հաշվարկված գործողություն էր։ Նա ճշգրտորեն գիտեր, թե ով էր դրա հետում, Ալբերտ Ալեքսանյանը, իր աներոջը, այն մարդուն, ում նա լիովին թերագնահատել էր, մտածելով, որ հեշտ կլինի մանիպուլյացիայի ենթարկել, Ռաֆայելը այդ օրը շուտ վերադարձավ տուն, փորձելով պահպանել ինքնատիրապետումը։ Մարինեն հյուրասենյակում էր, կերակրելով Գաբրիելին, նույնիսկ աչքերը չբարձրացրեց, երբ նա մտավ։ Դու տեսա՞ր հոդվածը, հարցրեց Ռաֆայելը, ձայնը փորձելով անտարբեր թվալ։ Մարինեն վերջապես նայեց նրան, այդ հայացքում մի բան կար, որը նա երբեք չէր տեսել նախկինում։ Արամարանք, տեսա, պատասխանեց նա, ձայնը հանգիստ, շատ հետաքրքիր է, չես կարծում։ Ռաֆայելը զգաց, թե ինչպես է զայրույթն աճում, բայց իրեն զսպեց։ Մարինե, սերս, դու գիտես, որ դրանք սուտ են, ինչ-որ մեկը փորձում է վնասել մեզ, վնասել մեր բիզնեսը, Մարինեն ժպտաց, բայց դա հումորից զուրկ ժպիտ էր։ Մեր բիզնեսը, Ռաֆայել, ես չգիտեի, որ մենք միասին բիզնես ունենք։ Ես կարծում էի, որ դու ունես քո բիզնեսը, քո սիրուհիները, քո դավադրությունները։ Հետաց լռությունը բացարձակ էր։ Ռաֆայելը բացեց բերանը, ժխտելու, մեկ սուտ հորինելու համար, բայց Մարինեի աչքերում ինչ-որ բան նրան կանգնեցրեց։ Նա գիտեր, ոչ միայն կասկածում էր, նա գիտեր ամեն ինչ, ով քեզ ասաց, հարցրեց նա վերջապես կատարյալ ամուսնու դիմակը վերջապես ընկնելով, Մարինեն ավարտեց Գաբրիելին կերակրելը, դրեց նրան շարժական մանկասենյակ, շրջվեց Ռաֆայելի կողմը այնպիսի հանգստությամբ, որը նա չգիտեր, թե ունի, ոչ ոքի պետք չեկավ ինձ ասել. Ռաֆայել, ես տեսա տեսանյութերը, տեսա քեզ քո սիրուհուն հայացքներ փոխանակելիս, մինչ ես ծննդաբերում էի մեր որդուն, տեսա քեզ ժպտալիս, երբ այդ կեղծ ազդանշանը միացավ, երբ ես խուճապի մատնվեցի, մտածելով, որ ինչ-որ բան այն չէ Գաբրիելի հետ։ Ռաֆայելը փորձեց մոտենալ, բայց Մարինեն բարձրացրեց ձեռքը, ոչ, ասաց նա, ձայնը կայուն, մի մոտեցիր ինձ, մի դիպչիր ինձ, այլս մի կեղծիր, վերջացավ։ Ռաֆայելը զգաց, թե ինչպես է հողը սահում իր ոտքերի տակից, նա այնքան զգուշորեն էր պլանավորել, հաշվարկել էր յուրաքանչյուր քայլը, բայց չէր հաշվի առել, որ հիվանդանոցի անվտանգության տեսախցիկները կնկարահանեն ամեն ինչ, չէր հաշվի առել, որ Ալբերտ Ալեքսանյանը անողոք կլինի, երբ խոսքը վերաբերվի իր դստերը պաշտպանելուն։ Մարինե, փորձեց նա, մենք պետք է հանգիստ խոսենք դրա մասին, մտածենք մեր որդու, մեր ընտանիքի մասին։ Մարինեն ծիծաղեց դառը ձայնով, մեր ընտանիքը, դու ոչնչացրիր մեր ընտանիքը, Ռաֆայել, դու պլանավորեցիր դա, իրականացրիր դա, կարծեցիր, որ կարող ես ինձ մանիպուլյացիայի ենթարկել, մինչ ես կընդունեմ ամուսնալուծություն քո պայմաններով, բայց դու մեկ բան մոռացար։ Ես Ալբերտ Ալեքսանյանի դուստրն եմ, իմ ընտանիքում ճշմարտությունը միշտ բացահայտվում է։ Ռաֆայելը հասկացավ, որ պարտվել էր, ոչ միայն Մարինեին, ոչ միայն ամուսնությունը, այլ ամեն ինչ, նրա հեղինակությունը քանդված էր։ Նրա գործընկերները կսկսեին հետաքննել ընկերության ֆինանսները, երբ անկանոնությունները բացահայտվեին, նա կավարտվեր։ Նա արեց միակ բանը, որ տղամարդիկ նրա պես գիտեն անել, երբ անկյուն են քշված, հարձակվեց։ Դու կարծում ես, թե այնքան կատարյալ ես, ասաց Ռաֆայելը, ձայնը լի թույնով, դու կարծում ես, թե քո հայրը սուրբ է, նա կայսրություն կառուցեց, ոչնչացնելով ուրիշներին, եւ դու, ապրելով այս արտոնությունների փուչիկում, երբեք չհարցրիր ինքդ քեզ, թե որտեղից է գալիս այդ ամբողջ գումարը։ Մարինեն չցնցվեց, իմ հայրը կարող է կատարյալ չլինել, բայց նա երբեք չի ստել ինձ, նա երբեք չի դավաճանել ինձ, նա երբեք սիրուհի չի դրել ինձ վերահսկելու համար իմ կյանքի ամենախոցելի պահին։ Ռաֆայելը գիտեր, որ պարտվել էր բանավեճը, նա վերցրեց իր բանալիները դուրս եկավ, դուռը շրխկացնելով, Մարինեն լսեց, թե ինչպես է
Վերելակը իջնում լսեց, թե ինչպես է նրա մեքենան դուրս գալիս ավտոտնակից, միայն հետո թույլ տվեց արցունքներին թափվել, դրանք ոչ թե տխրության արցունքներ էին, այլ թեթացման, ամենավատն արդեն անցել էր, ճշմարտությունը բացահայտված էր։ Հիմա նա կարող էր սկսել վերակառուցել, նա վերցրեց հեռախոսը, զանգահարեց հորը, նա հեռացավ, միայն դա պետք էր ասել, Ալբերտը, ով սպասում էր այդ զանգին, անմիջապես պատասխանեց, ես արդեն մարդիկ ունեմ, ովքեր հետում են նրան։ Մարկոսը ավարտում է ամուսնալուծության փաստաթղթերը, և Բեատրիսն ինձ ասաց, որ հոդվածն ունեցել է ավելի քան 2 միլիոն դիտում առցանց, մարդիկ պահանջում են իմանալ, թե ով է գործարարը, Մարինեն խորը շունչ քաշեց, ուրեմն եկեք տանք նրա անունը, եկեք հանենք բոլոր դիմակները, Ալբերտը վարանեց, Մարինե, երբ դա տեղի ունենա, ձեր կյանքը երբեք այլս անձնական չի լինի, կլինեն տեսախցիկներ, լրագրողներ, շահարկումներ, դու Գաբրիելը կլինեք մեդիա փոթորկի կենտրոնում, ես գիտեմ, պատասխանեց Մարինեն, բայց ավելի լավ է հիմա դրան դիմակայել, քան ապրել ճշմարտությունը թաքցնելով, եւ այլ կանանց պետք է իմանալ, թե ով է նա։ Ալբերտը հպարտություն զգաց դստեր համար, լավ, ասաց նա, վաղը Բեատրիսը կհրապարակի երկրորդ հոդվածը, այս անգամ անվանելով Ռաֆայելին, եւ Մարկոսը միաժամանակ ամուսնալուծության հայց կներկայացնի, դա դժվար օր կլինի, Մարինեն նայեց հանգիստ քնած Գաբրիելին։ Իմ որդին կմեծանա, իմանալով, որ իր մայրը պայքարել է ճշմարտության համար, միայն դա է կարոր, այդ գիշեր Մարինեն չքնեց, նա արթուն մնաց, մտածելով, թե ինչպես է իր կյանքը այդքան կտրուկ փոխվել մեկ շաբաթվա ընթացքում, 7 օր առաջ նա ամուսնացած կին էր, ով պատրաստվում էր ծննդաբերել, հավատալով Ռաֆայելի հետ ապագային, հիմա նա միայնակ մայր էր, ով բախվում էր հանրային սկանդալի, բայց տարօրինակ կերպով նա իրեն ավելի ուժեղ էր զգում, քան երբե, Ռաֆայելը, մյուս կողմից, Էրեբունիի թանկարժեք բարերից մեկում էր, վիսկի խմելով։ Փորձելով զանգահարել Լիլիթին, նա չէր պատասխանում, ոչ ոք չէր պատասխանում, նրա գործընկերները հրատապ հանդիպում էին նշանակել հաջորդ օրվա համար, նրա փաստաբաններն ասացին, որ հեռանկարները լավ չեն, եւ նրա սիրուհին, այն կինը, ում համար նա ամեն ինչ վտանգել էր, անհետացել էր, Լիլիթը Երանի արևելյան թաղամասերում գտնվող էժան հյուրանոցում էր, թաքնված, սարսափած Բեատրիս Հարությունյանը կարողացել էր գտնել նրան առաջարկ անել, պատմիր քո պատմությունը, մինչ Ռաֆայելը քեզ չի դարձրել չարագործ, Լիլիթը ամբողջ գիշեր մտածում էր, նա մանիպուլյացիա էր ենթարկվել այնքան, որքան Մարինեն, պարզապես այլ կերպ, Ռաֆայելը խոստացել էր թողնել կնոջը, խոստացել էր միասին կյանք, խոստացել էր, որ նա ավելին կլինի, քան թաքնված սիրուհի, բայց Լիլիթը հիմա գիտեր ճշմարտությունը։ Նա օգտագործելի էր, խաղի մի կտոր, որը Ռաֆայելը խաղում էր միայնակ, եւ երբ սկանդալն ամբողջությամբ պայթեր, նա առանց վարանելու կզոհաբերեր նրան, փրկելու իր սեփական կաշին, այսպիսով նա ընտրություն կատարեց։ Հաջորդ առավոտյան զանգահարեց Բեատրիսին, համաձայնեց հարցազրույց տալ, Բեատրիսի երկրորդ հոդվածը հրապարակվեց ուրբաթ օրը, Գաբրիելի ծնվելուց ուղիղ 8 օր անց, այս անգամ կես խոսքեր չկային, Ռաֆայել Մելքոնյանը անվանվեց, նրա ընկերությունը նույնականացվեց, Լիլիթը պատմեց իր պատմությունը։ Նա ընդունեց ամեն ինչ, ծիրավեպը, հավատարմագրերի կեղծումը, սարքավորումների կարգավորումները, բայց բացատրեց, որ Ռաֆայելի կողմից մանիպուլյացիա էր ենթարկվել, որ նա խոստացել էր թողնել Մարինեին, որ նա հավատացել էր, թե պայքարում է իսկական սիրո համար։ Երան քաղաքն արթնացավ այդ ռումբով, հեռուստաալիքները սկսեցին լուսաբանել պատմությունը, ռադիոհաղորդումները քննարկեցին գործը, սոցիալական ցանցերը պայթեցին, Ռաֆայել Մելքոնյանը ժամերի ընթացքում դարձավ Հայաստանի ամենաատելի մարդը, նրա լուսանկարը ամենուր էր, միշտ ուղեկցվում էր նկարագրություններով, ինչպիսիք են մանիպուլյատոր, դավաճան, հուզական գիշատիչ, ընկերությունում գործընկերների հանդիպումը կարճ էր դաժան, նրանք քվեարկեցին Ռաֆայելին բոլոր գործադիր պաշտոններից անհապաղ հեռացնելու օգտին, Մարկոսը, Ալբերտի փաստաբանը, արդեն տրամադրել էր ֆինանսական անկանոնությունների ապացույցներ, պաշտոնական հետաքննություն էր սկսվել, Ռաֆայելին ուղեկցեցին այն շենքից, որը նա օգնել էր կառուցել, աշխատակիցների հայացքների ներքո, ովքեր հարգել էին նրան, հիմա արամարում էին։ Մարինեն ամեն ինչ դիտում էր հեռուստացույցով, Գաբրիելը գրկում, նա բավարարություն չզգաց, միայն խորը տխրություն կորցրած ժամանակի, այն պատրանքի համար, որին հավատացել էր, այն հույսերի համար, որոնք ջախջախվել էին։ Բայց տխրության հետ մեկտեղ ուրիշ բան կար, վճռականություն։ Հեռախոսը չէր դադարում զանգել, ընկերուհիներ էին ուզում իմանալ, թե արդյոք նա լավ է, հարազատներ էին աջակցություն առաջարկում, նույնիսկ անծանոթ կանայք էին համերաշխության հաղորդագրություններ ուղարկում, Մարինեն հասկացավ, որ իր պատմությունը խորը բան էր շոշափել շատ կանանց մեջ, քանիսն էին անցել նմանատիպ իրավիճակներով, քանիսն էին մանիպուլյացիայի ենթարկվել, դավաճանվել, անարժեքացվել, Ալբերտը հայտնվեց կեսօրից հետո Մարինեի համար ստորագրելու փաստաթղթեր բերելով։ Ամուսնալուծությունը արագ կլիներ, հաշվի
Առնելով հանրային սկանդալը անհերքելի ապացույցները անհավատարմության մանիպուլյացիայի մասին, Մարկոսը երաշխավորել էր, որ Մարինեն կունենա Գաբրիելի լիակատար խնամակալությունը, առատաձեռն ալիմենտ Ռաֆայելի ունեցվածքի կեսը։ Նախքան սկանդալը կբացահայտեր անկանոնությունները, Մարինեն առանց վարանելու ստորագրեց փաստաթղթերը։ Ինչպե՞ս ես աղջիկս, հարցրեց Ալբերտը, անհանգստությունը ակնհայտ նրա ձայնում։ Մարինեն նայեց հորը, այն մարդուն, ով միշտ պաշտպանել էր իրեն, ով միշտ պայքարել էր իր համար։ Ես լավ եմ, հայրի։ Առաջին անգամ ամիսների, գուցե տարիների ընթացքում ես իսկապես լավ եմ, դեռս ուրախ չեմ, բայց լավ եմ, զգում եմ, որ կարող եմ շնչել։ Ալբերտը գրկեց դստերը, զգալով բոլոր այն որոշումների ծանրությունը, որոնք կայացրել էր այստեղ հասնելու համար։ Նա գիտեր, որ ճանապարհը դժվար էր, որ Ռաֆայելին հրապարակայնորեն բացահայտելը հետանքներ կունենա նա Մարինեի համար, բայց նա հավատում էր, որ ճշմարտությունը, որքան էլ ցավոտ լիներ, միշտ ավելի լավ է, քան սուտը։ Հաջորդ օրերին պատմությունը շարունակվեց։ Դաշնային հետաքննություններ սկսվեցին ուսումնասիրելու Ռաֆայելի բիզնես պրակտիկաները, այլ կանայք սկսեցին հայտնվել, հայտնելով նմանատիպ մանիպուլյատիվ վարքագիծ անցյալ հարաբերություններում։ Այն, ինչ սկսվել էր որպես ընտանիքի պատմություն, վերածվեց սոցիալական ելույթի, սնուցելով քննարկումներ հուզական մանիպուլյացիայի, հոգեբանական բռնության առանց էթիկայի իշխանության վտանգների մասին։ Ռաֆայելը փորձեց հարցազրույցներ տալ, պաշտպանելով իրեն, բայց յուրաքանչյուր հրապարակային հայտնվելը միայն վատացնում էր իրավիճակը։ Նա չէր կարողանում անկեղծ թվալ, յուրաքանչյուր բառ փորձված էր թվում, յուրաքանչյուր արդյունք։ Կեղծ ճշմարտությունն այն է, որ Ռաֆայելի նման տղամարդիկ մասնագետ են անհատներին մանիպուլյացիայի ենթարկելու մեջ, բայց ոչ զանգվածներին։ Հրապարակայնորեն բացահայտվելիս նրանց մարտավարությունը ակնհայտ է դառնում, նրանց սուտը, թափանցիկ, Լիլիթը մյուս կողմից սկսեց վերակառուցել իր կյանքը։ Նա սկսեց աշխատել որպես խորհրդատու մի հկում, որն օգնում էր բռնի հարաբերություններում գտնվող կանանց, օգտագործելով իր սեփական փորձը։ Ուրիշներին օգնելու համար նա Մարինեն երբեք ուղղակիորեն չխոսեցին, բայց փոխադարձ ըմբռնում կար։ Երկուսն էլ Ռաֆայելի զոհեր էին, պարզապես տարբեր ձևով, եւ երկուսն էլ ընտրեցին ցավը նպատակի վերածել։ Մի կեսօր, հիմնադրամի բացումից 2 շաբաթ առաջ, Մարինեն տանն էր, երբ անսպասելի զանգ ստացավ։ Դա բժիշկ Հենրիկն էր, մանկաբարձը, ով կատարել էր Գաբրիելի ծննդաբերությունը։ Նա խնդրեց այցելել իրեն, ասաց, որ կարևոր բան ունի ասելու։ Մարինեն համաձայնեց, հետաքրքրված բժիշկ Հենրիկը եկավ, Գաբրիելի համար փոքրիկ նվեր բերելով, նրանք նստեցին հյուրասենյակում, բժիշկը խորը շունչ քաշեց, խոսելուց առաջ, Մարինե, ես պետք է ներողություն խնդրեմ, այդ օրը հիվանդանոցում ես հասկացա, որ ինչ-որ բան այն չէ, տեսա հայացքների փոխանակումը, տեսա Լիլիթին կարգավորումներ անելիս, որոնք իմաստ չունեին, բայց ես ոչինչ չասացի։ Ես լռեցի, Մարինեն նրան դիտում էր, տեսնելով մեղքը նրա աչքերում։ Ինչու՞ հարցրեց նա, առանց դատելու, պարզապես իսկական հետաքրքրությամբ։ Բժիշկ Հենրիկը իջեցրեց աչքերը, վախ, դիմակայելու Ռաֆայելի պես հզոր մեկին, վախ կորցնելու հիվանդներին, վախ բարդություններից։ Ես ինձ համոզեցի, որ դա լուրջ բան չէր, որ ես բաներ էի պատկերացնում, բայց ես գիտեի, եւ իմ լռությունը մեղսակցություն էր։ Մարինեն կարեկցանք զգաց իր արջի մարդու հանդեպ, նա հասկանում էր այն վախը, որը ստիպում էր մարդկանց լռել, որը ստիպում էր կանանց ընդունել բռնություններ, որը ստիպում էր վկաներին մեջքով շրջվել։ Բժիշկ Հենրիկ, մեղմորեն ասաց նա, դուք հիմա այստեղ եք, ընդունելով դա ինչ-որ բան է նշանակում։ Բժիշկը երախտագիտությամբ նայեց Մարինեին, այն օրվանից, երբ ամեն ինչ բացահայտվեց, ասաց նա. Ես խաղաղություն չունեմ, ես սկսեցի նմանատիպ դեպքեր տեսնել այլ վայրերում, կանանց, ովքեր ճնշվում, լռեցվում, մանիպուլյացիայի էին ենթարկվում, եւ ես հասկացա, որ իմ լռությունը նպաստել է դրա շարունակմանը։ Այսպիսով, ես ուզում եմ ինչ-որ բան անել։ Ես ուզում եմ կամավոր աշխատել ձեր հիմնադրամում, մարզել այլ բժիշկների, ճանաչելու մանիպուլյացիայի բռնության նշանները։ Մարինեն ժպտաց, այն իսկական ժպիտը, որը գալիս էր սրտից, մեծ պատիվ կլինի ձեզ ունենալ մեզ հետ, բժիշկ, միասին մենք կարող ենք կրթել, կանխել, պաշտպանել։ Բժիշկը հեռացավ ավելի թեթ, կարծես ուսերից մի բեռ էր վերցվել։ Տիկին Իրինան, բուժքույրը, ով առաջինը փորձել էր զգուշացնել Մարինեին, նույնպես միացավ հիմնադրամին։ Նա կբերեր տասնամյակների փորձ, այն պատմությունները, որոնց ականատես էր եղել հիվանդանոցների միջանցքներում, այն կանանց, ովքեր տառապել էին լռության մեջ, վերացնում հիմնադրամի թիմը ձևավորվում էր ոչ միայն որակյալ մասնագետներով, այլ մարդկանցով, ովքեր իրենց մաշկի վրա հասկանում էին, թե ինչ էր նշանակում պայքարել մանիպուլյացիայի բռնության դեմ։ Բացման շաբաթը արագ եկավ, Մարինեն նյարդայնացած էր, ոչ թե հենց միջոցառումից, այլ այն ելույթից, որը պետք է ունենար։ Դա առաջին անգամն էր, որ նա հրապարակայնորեն կխոսեր տեսախցիկների խոսափողների առջ իր փորձի մասին։
Բեատրիսը օգնեց նրան պատրաստել խոսքերը, բայց պնդեց, որ Մարինեն խոսի սրտից, ոչ թե անգիր սցենարից։ Ալբերտը դիտում էր նախապատրաստությունները հպարտության մելանխոլիայի այն խառնուրդով, որը ծնողները զգում են, երբ տեսնում են իրենց երեխաներին մեծանալիս անկախ դառնալիս։ Մարինեն այլևս չէր կարիք ունենա նրա պաշտպանությանը նույն կերպ, նա ուժ էր գտել իր ներսում, դա ավելի հզոր էր, քան ցանկացած արտաքին պաշտպանություն, որը նա կարող էր առաջարկել։ Բացումից մեկ օր առաջ երեկոյան Մարինեն Գաբրիելին քնեցրեց, երկար դիտեց որդուն։ Նա հանգիստ քնած էր, բռունցքները սեղմած, շնչառությունը մեղմ։ Նա մտածեց բոլոր այն մայրերի մասին, ովքեր չունեին այդ խաղաղությունը, ովքեր ապրում էին մշտական զգոնության վիճակում, ովքեր պետք է պաշտպանեին իրենց երեխաներին թունավոր միջավայրերից, կործանարար հարաբերություններից։ Վաղը շշնջաց նա քնած Գաբրիելին, քո մայրը կարևոր բան կանի, նա կօգտագործի մեր պատմությունը ուրիշներին օգնելու համար, եւ մի օր, երբ դու մեծանաս, կհասկանաս, թե ինչու է դա այդքան կարևոր։ Բացման օրը լուսացավ արոտ։ Երանի այն գարնանային օրերից մեկը, երբ երկինքն ավելի կապույտ է թվում, իսկ օդն ավելի թեթ, վերացնում հիմնադրամի կենտրոնակայանը զարդարված էր սպիտակ ծաղիկներով, նոր սկիզբների խորհրդանիշով, կային 200 մարդու համար նախատեսված աթոռներ, բոլորը զբաղված, լրագրողներ, ակտիվիստներ, կանայք, ովքեր օգնություն էին ստացել նախապատրաստական ամիսների ընթացքում, քաղաքական գործիչներ, գործարարներ, շատ սովորական մարդիկ, ովքեր ցանկանում էին աջակցություն ցույց տալ։ Մարինեն կուլիսներում էր, հագած պարզ, բայց էլեգանտ կապույտ զգեստ, Գաբրիելը գրկում, Ալբերտը նրա կողքին էր, բռնած նրա ազատ ձեռքը։ Պատրաստ ես, հարցրեց նա։ Մարինեն խորը շունչ քաշեց։ Ես ծնվել եմ պատրաստ, հայրիկ, պարզապես չգիտեի, ինչ ստիպված եղա բացահայտել։ Բեատրիսը արարողության վարողն էր, ներկայացնելով հիմնադրամը, դրա առաքելությունը, նպատակները, նա խոսեց հարաբերություններում հուզական մանիպուլյացիայի վերաբերյալ տագնապալի վիճակագրության մասին, այն մասին, թե ինչպես է հասարակությունը հաճախ մեղադրում զոհերին, հանցագործների փոխարեն, այն մասին, թե որքան կարևոր է լռության շրջանները կոտրելը։ Հետո եկավ Մարինեի խոսելու պահը, նա բարձրացավ բեմ, ծափահարությունների ներքո Գաբրիելին հանձնեց տիկին Իրինային, ով առաջին շարքում էր, մոտեցավ խոսափողին։ Մի ակնթարթ նա պարզապես դիտեց։ Բոլոր այդ մարդկանց, բոլոր այդ պատմությունները, որոնք հավաքվել էին այդ վայրում, իմ անունը Մարինե Ալեքսանյան է, սկսեց նա, ձայնը պարզ, բայց հուզված, 6 ամիս առաջ ես ծննդաբերեցի իմ որդուն այնպիսի հանգամանքներում, որոնցում երբեք չէի պատկերացնում ապրել։ Նա պատմեց իր պատմությունը, մանրամասներ չխնայելով, չթաքցնելով իր ցավը կամ իր սկզբնական ամոթը։ Նա խոսեց այն նշանների մասին, որոնք անտեսել էր, այն մասին, թե ինչպես է սերը կարող կուրացնել, այն մասին, թե ինչպես է մանիպուլյացիան նուրբ առաջադիմական։ Բայց ես բախտավոր էի, շարունակեց նա, ես ունեի ռեսուրսներ, ունեի հայր, ով պայքարեց իմ համար, ունեի հասանելիություն փաստաբանների, լրագրողների, ովքեր բացահայտեցին ճշմարտությունը։ Քանի կին չունի այդ բախտը, քանիսն են տառապում լռության մեջ, քանի որ գնալու տեղ չունեն, քանի որ վախենում են, քանի որ համոզված են, որ իրենք են խնդիրը։ Մարինեն արցունքներ տեսավ հանդիսատեսի շատ մարդկանց աչքերում, նա տեսավ կանանց, ովքեր համաձայնության նշան էին անում, նա տեսավ տղամարդկանց, ովքեր ակնհայտորեն անհարմար էին զգում, գուցե առաջին անգամ բախվելով այն վարքագծին, որը իրենք էին ցուցաբերել։ Նա տեսավ, թե ինչպես էր փոփոխությունը տեղի ունենում հենց այնտեղ, այդ պահին։ Վերացնունդ հիմնադրամը գոյություն ունի այդ կանանց համար, ասաց Մարինեն, ձայնը հիմա ավելի կայուն, իրավական, հուզական, ֆինանսական աջակցություն տրամադրելու համար, ասելու համար, որ դու մենակ չես, որ դու խելագար չես, որ քո փորձառությունները իրական են, վավերական, սովորեցնելու համար, որ իսկական սերը չի մանիպուլյացիայի ենթարկում, չի վերահսկում, չի նվազեցնում։ Նա դադարեց, նայելով Գաբրիելին տիկին Իրինայի գրկում, եւ այն գոյություն ունի նա ապագա սերունդների համար, որպեսզի Գաբրիելի նման տղաները մեծանան, հասկանալով, որ հարգանքը ցանկացած հարաբերության հիմքն է, որպեսզի աղջիկները մեծանան, իմանալով, որ արժանի են արժանապատվորեն վերաբերվելու։ Միշտ ելույթը տեց 20 րոպե, երբ Մարինեն ավարտեց, հետաց լռությունը բացարձակ էր, այնուհետ մի մարդ սկսեց ծափահարել, հետո մյուսը։ Եվ մյուսը, մինչ ամբողջ դահլիճը ոտքի էր կանգնած, ծափահարելով ոչ միայն Մարինեին, այլ բոլոր այն կանանց, ում նա ներկայացնում էր, բոլոր այն պատմությունները, որոնք արձագանքում էին նրա պատմության մեջ։ Մարինեն իջավ բեմից, ուղիղ գնաց հորը գրկելու, Ալբերտը ամուր գրկեց դստերը, զգալով, թե ինչպես են արցունքները թրջում իր վերնաշապիկը։ Քո մայրը այնքան հպարտ կլիներ քեզանով, շշնջաց նա։ Մարինեն ժպտաց արցունքների միջով։ Ես գիտեմ, հայրիկ, ես զգում եմ նրան այստեղ մեզ հետ։ Հաջորդ ամիսներին վերացնունդ հիմնադրամը սպասարկեց հարյուրավոր կանանց, ոմանց պարզապես ուղղորդում էր պետք, ուրիշներին՝ իրավական պաշտպանություն, ոմանց ժամանակավոր ապաստան, յուրաքանչյուր պատմություն յուրահատուկ էր, բայց բոլորը կիսում էին ընդհանուր տարրեր, մանիպուլյացիա, գազլայթինգ, վերահսկողություն, համակարգված անարժեքացում։
Մարինեն անձամբ էր ներգրավված հիմնադրամի յուրաքանչյուր ասպեկտում, նա մասնակցում էր աջակցության խմբերին, խոսում էր վախեցած շփոթված եկող կանանց հետ, վերահսկում էր իրավական գործերը, դա հեշտ չէր, կային օրեր, երբ այդքան ցավոտ պատմությունների ծանրությունը ճնշում էր նրան, բայց նա գիտեր, որ դա անհրաժեշտ էր, Գաբրիելը մեծանում էր սիրո կանացի ուժի օրինակներով շրջապատված, տիկին Իրինան մշտական ներկայություն էր, ինչպես Բեատրիսը, ով տղայի համար գրեթե մորաքույր էր դարձել, Ալբերտը շարունակում էր մնալ նվիրված պապիկը, միշտ ներկա, միշտ աջակցող։ Ռաֆայելը վերջին անգամ փորձեց կապ հաստատել սկանդալից 1 տարի անց, նա ձեռագիր նամակ ուղարկեց, ներողություն խնդրելով, ասում էր, որ թերապիա է անցել, որ հիմա հասկանում է, թե ինչ էր արել, որ ուզում է հնարավորություն ունենալ ճանաչել Գաբրիելին։ Մարինեն կարդաց նամակը։ Խղճահարություն զգաց, ոչ այն տեսակի խղճահարություն, որը հանգեցնում է հեշտ ներման, այլ իսկական խղճահարություն մեկի հանդեպ, ով ոչնչացրել էր իր սեփական կյանքը ագահության էգոյի պատճառով, նա պատասխանեց Մարկոսի միջոցով, եթե Ռաֆայելն իսկապես փոխվել է, գրեց նա կհասկանա, որ Գաբրիելին ճանաչելը իր իրավունքը չէ, այլ արտոնություն, որը պետք է ձեռք բերել տարիների հետողական վարքագծի միջոցով, երբ եթե Գաբրիելը բավականաչափ մեծ լինի որոշելու համար, դա կլինի նրա ընտրությունը հոր հետ կապ հաստատելու։ Մինչ այդ նա կհարգի արդարադատության կողմից սահմանված սահմանները, Ռաֆայելը երբեք չպատասխանեց, միգուցե նա վերջապես հասկացավ, որ որոշ հետանքներ մշտական են, որ որոշ վնասներ չեն կարող ամբողջությամբ վերականգնվել, կամ միգուցե նա պարզապես հասկացավ, որ իրականում չէր ուզում հայր լինել, պարզապես ուզում էր թեթացնել իր սեփական մեղքը։ Հիմնադրամի բացումից 2 տարի անց Մարինեին հրավիրեցին ելույթ ունենալու կանանց իրավունքների վերաբերյալ միջազգային կոնֆերանսում, նա վարանեց, բայց Ալբերտը քաջալերեց նրան։ Քո պատմությունը կարող է ոգեշնչել փոփոխություններ ոչ միայն Երանից դուրս, ասաց նա, այն կարող է օգնել կանանց ամբողջ աշխարհում, Մարինեն համաձայնեց, և բեմում հազարավոր մարդկանցից բաղկացած հանդիսատեսի արժ տասնյակ երկրներից։ Նա նորից պատմեց իր պատմությունը, բայց այս անգամ դա միայն ցավի դավաճանության մասին չէր, դա ճկունության, վերակառուցման հույսի մասին էր, դա այն մասին էր, թե ինչպես իր կյանքի ամենավատ պահը դարձավ զգալի փոփոխությունների կատալիզատոր։ Ելույթը ձայնագրվեց, վիրուսային դարձավ։ Միլիոնավոր դիտումներ, տարածված տասնյակ լեզուներով, մեջբերված հոդվածներում, գրքերում, Մարինե Ալեքսանյանը դարձավ կարևոր ձայն հուզական մանիպուլյացիայի հոգեբանական բռնության դեմ շարժման մեջ, բայց նա երբեք չմոռացավ, թե որտեղից էր եկել, երբեք չհեռացավ այն կանանցից, ումը վերացնում հիմնադրամը ամեն օր սպասարկում էր։ Գաբրիելը մեծացավ սիրով ճշմարտության ուժի մթնոլորտում, 5 տարեկանում նա առաջին անգամ հարցրեց հոր մասին, Մարինեն, ով գիտեր, որ այդ օրը կգա, նստեց որդու հետ անկեղծ զրույց ունեցավ։ Համապատասխան տարիքին բացատրեց, որ երբեմն մեծահասակները վատ ընտրություններ են կատարում, որ իսկական սերը դրսևորվում է գործողություններով, ոչ միայն բառերով։ Գաբրիելը, իր տարիքից ավելի իմաստուն, պարզապես գլխով արեց հարցրեց, թե արդյոք կարող է վերադառնալ իր շինարարական բլոկներով խաղալուն։ Նրա համար ընտանիքը պապիկ Ալբերտը, տիկին Իրինան, Բեատրիսը բոլոր ուժեղ կանայք էին, ովքեր անցնում էին իր մոր հիմնադրամով, դա ընտանիքի այն սահմանումն էր, որը նա գիտեր, դա ավելին էր, քան բավարար։ Մարինեն երբեմն հետ էր նայում այն օրվան Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում, որը փոխեց ամեն ինչ, նա այլևս ցավ չէր զգում, միայն երախտագիտություն, ճշմարտությունը բացահայտելու, ուժ գտնելու, տրավման նպատակի վերածելու համար։ Եթե նա կարողանար վերադառնալ ինչ-որ բան փոխել, նա չէր փոխի, որովհետև յուրաքանչյուր փորձառություն, որքան էլ ցավոտ լիներ, ձավորել էր նրան այն կնոջ, ում նա դարձել էր։ Ալբերտը, հիմա 70 տարեկան, դիտում էր դստերը այն խաղաղությամբ, որը գալիս է իմանալուց, որ իր ժառանգությունը լավ ձեռքերում է, վերացնում հիմնադրամը ընդլայնվեց այլ քաղաքներ, օգնելով հազարավոր կանանց, և Մարինեն շարունակում էր մնալ այդ գործողության սիրտը, միշտ ներկա, միշտ նվիրված։ Մի կիրակի կեսօրին Մարինեն բնակարանում էր Գաբրիելի հետ, ով հիմա 7 տարեկան էր, երբ նա հարցրեց. «Մամ, դու երջանիկ ես»։ Մարինեն դադարեցրեց իր անելիքը, նայեց որդուն, նրա հետաքրքրասեր անկեղծ աչքերին։ «Ես եմ, սերս, շատ երջանիկ, ոչ այնպես, ինչպես պատկերացնում էի, բայց միգուցե ավելի լավ ձով»։ Գաբրիելը ժպտաց վերադարձավ իր նկարելուն։ Մարինեն նայեց պատուհանից, տեսնելով Երանը իր ողջ անսահմանությամբ բարդությամբ, մտածեց բոլոր այն կանանց մասին, ում հիմնադրամն օգնեց, բոլոր այն կյանքերի մասին, որոնք վերափոխվեցին, բոլոր այն պատմությունների մասին, որոնք վերագրվեցին, և զգաց, որ իր պատմությունը, որքան էլ դժվար լիներ ճանապարհը, արժեր յուրաքանչյուր արցունք, յուրաքանչյուր մարտահրավեր, յուրաքանչյուր ցավի պահ, որովհետև ի վերջո նա այլևս այն կինը չէր, ով դավաճանվեց իր կյանքի ամենախոցելի օրը, նա այն կինն էր,
ով այդ դավաճանությունը վերածեց շարժման, ով օգտագործեց իր ցավը ուրիշների ցավը թեթացնելու համար, ով ապացուցեց, որ ավարտները գրված չեն հանգամանքներով, այլ այն ընտրություններով, որոնք մենք կատարում ենք դրանց ի պատասխան։ Եվ մինչ արը մայր էր մտնում Երանի վրա, երկինքը ոսկեգույն վարդագույն երանգներով ներկելով Մարինեն գրկեց Գաբրիելին բացարձակ վստահությամբ գիտեր, որ հենց այնտեղ է, որտեղ պետք է լինի, անում է հենց այն, ինչ պետք է անի, նրա նպատակը կռվել էր դժվարությունների կրակի մեջ, հիմա այն ավելի պայծառ էր փայլում, քան ցանկացած ադամանդ, որը Ռաֆայելը կարող էր նրան տալ։ Մարինեի կյանքը կատարյալ չէր, դեռս կային մարտահրավերներ, դեռս կային դժվար օրեր, բայց այն իրական էր, անկեղծ, լիովին իրենը, եւ դա նա հայտնաբերեց ավելին արժեր, քան ցանկացած հեքիաթ, որին նա երբե հավատացել էր։ Պատմության ավարտը սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Մարինեի պատմությունը նրա ցավից դեպի նպատակ ճանապարհորդությունը շոշափել է ձեր սրտերը, եթե դուք հուզվեցիք, եթե ճանաչեցիք այս պատմության տարրերը ձեր սեփական կյանքում կամ եթե պարզապես հավատում եք մանիպուլյացիայի բռնության դեմ պայքարող կանանց աջակցելու կարողությանը, թողեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել։ Ամեն օր մենք ներկայացնում ենք նմանատիպ ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը, որոնք ցույց են տալիս, որ նույնիսկ ամենամութ պահերին վերածննդի հույս կա, ձեր պատմությունը կարող է, ձեր ձայնը կարող է։ Միասին մենք կարող ենք ստեղծել աջակցության վերափոխման շղթա։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում, որտեղ կշարունակենք ուսումնասիրել մարդկային սրտի բարդությունները ճկունության ուժը։